Բարի երեկո, արդեն մի քանի օր է ինչ Նյու Յորքում անհանգիստ է, ավելի կոնկրետ աշխարհի ֆինանսական կենտրոն համարվող Wall Street-ում։ Հազարավոր մարդիկ օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնց հետզհետե միանում են համախոհներ աշխարհի ամենատարբեր երկրներում։ Ակցիան, որը կոչվում է «Գրավենք Wall Street-ը», կարծեքն է նոր, հզոր միջազգային շարժման է վերածվում։ 2009-ին սկիզբ առած ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն ավերածություններ գործեց ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, մեծ հաշվով հետևանք էր ամերիկյան ֆինանսական համակարգի, մասնավորապես բանկային հատվածի ծայրահեղ վտանգավոր գործունեության։ Խնդիրը նրանում է, որ սպառողական շուկայում մրցակցությունը գնալով թեժանում էր, ընկերությունները մրցավազքի մեջ էին մտնում իրենց արտադրանքը վաճառելու համար եւ ստիպված էին լինում շատ ավելի լուրջ ջանքեր գործադրել սպառողին այդ արտադրանքը գնելու համար առավել գայթակղիչ պայմաններ առաջարկելու համար։ Իսկ բանկերն էլ խնդիր ունեին դրամական միջոցները շրջանառության մեջ տնելու եւ եկամուտ ստանալու առումով։ Արդյունքում արտադրողն ու բանկը գալիս էին փոխշահավետ համաձայնության, չնչին տոկոսադրույքներով սպառողական վարկեր առաջարկելով մարդկանց։ Սպառողն էլ գայթակղվելով ենթադրենք երկրորդ մեքենան գնելու համար առաջարկվող պայմաններով առանց երկար բարակ մտածելու նոր վարկեր ձևակերպում բանկում, ավելացնելով առանց այն էլ ունեցած իր վարկային բեռը։ Եթե այս իրավիճակը պրոյեկտում ենք սպառողական ամբողջ շուկայի վրա, ապա բնական է, որ այն չափազանց ռիսկային է, քանի որ վարկերի վերադարձելիության առումով խնդիր է առաջանում։ Եվ մի որոշակի պահի, երբ սպառողների կրիտիկական զանգվածն այլևս չի կարողանում փակել վարկերը, բանկերը խնդրի առջև են կանգնում։ Այդ խնդիրների մասին առաջին իսկ տեղեկությունները խուճապ են առաջացնում բանկերում ավանդներ ունեցողների շրջանում, որոնք փորձում են վերադարձնել իրենց գումարները, բայց քանի որ դրանք արդեն որպես վարկեր շրջանառության մեջ են դրվել եւ արդեն հնարավոր չէ դրանք վերադարձնել, խուճապը շատ ավելի առարկայական է դառնում, ինչին հաջորդում է տվյալ բանկի արժեթղթերի գնի անկումը ֆոնդային բորսայում, հետեւաբար բանկի կապիտալիզացիան, այսինքն արժեքը շեշտակի կերպով ընկնում է։ Նա չի կարողանում կատարել իր պարտավորությունները եւ սնանկանում է։ Այդպիսի մի քանի բանկի փլուզում եւ զանգվածային խուճապը աշխարհի բազմաթիվ շուկաներում պատրաստ է։ Եվս մի քանի օր եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը թակում է աշխարհի բոլոր երկրների դռները առանց բացառության։ Եվ ստացվում է, որ մենք այստեղ Հայաստանում շատ ցավագին տարանք այն ցնցումները, որոնք մեզ հետ որևէ ուղղակի կապ չունեին։ Ընդհանրապես ամերիկյան ֆինանսական համակարգի ել ավելի շատ գումարներ վաստակելու մոլուցքի հետևանքն էին։ Ինչ կապ ունի նյույորքյան ակցիան վերնշվածի հետ։ Առաջին հայացքից կապն այնքան էլ չի ուրվագծվում, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը արվածեց ամբողջ մոլորակին, մեծ հաշվով ցույց տվեց աշխարհի հզոր տերությունների ֆինանսական համակարգերի իռացիոնալությունը։ Ի վերջո այդ քաղաքականությունը կերտում եւ իրականացնում են մի խումբ մարդիկ, բայց հետևանքները փաստացի իրենց վրա զգացին եւ շարունակում են զգալ միլիարդները։ Ճգնաժամի ամենակրիտիկական օրերին ինքնասպանությունները աշխարհի ֆինանսական կենտրոններում երբևէ չլսված ռեկորդներ էին սահմանում։ Ընկերությունները սնանկանում էին պատճկաներով, միլիոնավոր մարդիկ առանց աշխատանքի էին մնում եւ աշխարհի տնտեսության վնասներն ուղղակի աննկարագրելի էին։ Եվ այս ամենը մեծ հաշվով ընդամենը մեկ առանձին վերցրած պետության ոչ խելամիտ ֆինանսական քաղաքականության պատճառով։ Բայց նույնիսկ այդ պարագայում էլ մարդիկ, ովքեր կերտում են այդ քաղաքականությունը, ոչ միայն ոչինչ չկործրեցին, այլև կարողացան նոր եկամուտներ ունենալ։ Մի մասն օրինակ կարողացավ գրոշներով ձեռք բերել նախկինում հսկայական արժեք ունեցող ընկերություններ, մյուս մասը գրավեց սնանկացած ընկերությունների շուկան, մեկ այլ մասը վիթխարի փոխհատուցումներ ստացավ պետությունից եւ այլն։ Մասնավորապես 2009 թվականին կոնգրեսի կողմից վիճակը կայունացնելու համար տրամադրվեց շուրջ 800 միլիարդ դոլար ներարկվեց ֆինանսական շուկա։ Եվ ուր գնացին այդ գումարները ձեր կարծիքով։ Օրինակ շուրջ 180 միլիարդը գնաց ֆինանսական հսկա AIG ընկերությանը։ Եվ գիտեք թե ինչ ծախսեր արեցին այդ ընկերությունում ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենավատ օրերին։ Օրինակ գնացին գերթանկարժեք ինքնաթիռներ ընկերության ղեկավարության համար։ Նույն ղեկավարության համար սահմանվեցին ֆանտաստիկ չափերիացնող ֆինանսական բոնուսներ եւ այլն։ Կրկնում եմ, սա ճգնաժամի ամենավատ օրերին, երբ ֆինանսական աշխարհն էր փուլ գալիս։ AIG-ն բոլորովին էլ միակը չէր, որ տժժում էր այդ օրերին։ Նման ընկերություններ էլի կային, որոնց համար ճգնաժամը միայն հավելյալ փող կպցնելու ու ել ավելի երջանիկ ապրելու հրաշալի առիթ էր։ Жить, как говорится, хорошо. А хорошо жить еще лучше. Точно. Այնինչ հիմա կատարվում է Wall Street-ում, այս ամենի տրամաբանական հետևանքն է։ Փորձը ցույց տվեց, որ ֆինանսական աշխարհի կառավարման ներկայիս մոդելը կարող է կործանել աշխարհը առանց չափազանցության։
Փորձը ցույց տվեց, որ այս մոդելը ծառայում է բացառապես մի խումբ մարդկանց շահերին, որևէ մեկի համար աննկարագրելի եկամուտներ ունենալու մոլուցքով։ Արդյոք աշխարհը երաշխավորված է ապագա տնտեսական ցնցումներից։ Այս պայմաններում բնականաբար ոչ։ Հետևաբար, գիտակից մարդկանց այն բազմությունը, որն ամեն օր հավաքում է Wall Street-ում եւ բողոքում է ֆինանսական կառավարման մոդելի դեմ, ըստ էության պայքարում է իր կանխատեսելի աշխատանքի ու եկամտի համար, վաղվա օրվա համար։ Ընդ որում, բողոքի այս ալիքը ակնհայտորեն շատ ավելի մեծ է լինելու, քան կարծում էին ֆինանսական հսկաները։ Ժամանակները փոխվել են, մարդկանց մտածողությունը նույնպես։ Դժվար է այլևս մարդուն համոզել, թե դու պետք է վատ ապրես միայն այն պատճառով, որ իմ ախորժակն է մեծ։ Ժամանակակից տեխնոլոգիաների դարում շատ փոքրիկ թվացող ակցիայի մասնակիցները կարող են ճիշտ ժամին 1 միլիոն մարդ փողոց հանել աշխարհի տարբեր երկրներում։ Իսկ դա արդեն կատակ չէ։ Դա իրողություն է, որ այդ ստիպված է լինելու հաշվի нестել։ Пойми, студент, сейчас к людям надо помягче, а на вопросы смотреть ширше. Մեծ հաշվով այս ամենը տեղի ունենում մեզանից հեռու եւ կրկին մեծ հաշվով շարքային հայաստանցին անհաղորդ է այդ ամենին։ Մինչդեռ նույն 2009-ի դարը փորձը ցույց տվեց, որ այդ հեռվում տեղի ունեցող իրադարձությունները մեզ եւս ցավոտ կերպով հարվածեցին։ Հայի բախտ, ինչ կարող ես ասել։ Բայց մի բան ակնհայտ է, աշխարհն այլևս չի կարող լինել առաջվանը։ Նոր արմատական փոփոխություններ են սպասում հանրային հարաբերությունների ներկայիս կոնցեպտում, եւ այդ օր այնքան էլ հեռու չէ։ Չեմ ուզում ասել կոմունիստների աչքելույս, բայց որ այսօրվա կապիտալիզմը սպառում է իրեն, արդեն ակնհայտ է։ Առողջ եղեք։